Քաղցկեղի վերաբերյալ միֆերը շատ են, երբեմն դրանք աբսուրդի հասնող զավեշտալի են, իսկ երբեմն այնքան են կարծրացած մեր հասարակության մեջ, որ նույնիսկ խանգարում են բուժմանը։ Դրանց դեմ պայքարելը բավականին դժվար է, որտեղ այն անձը, ում ախտորոշվել է քաղցկեղ, սկսում է ստանալ շատ ու շատ խորհուրդներ տարբեր մարդկանցից, իր ազգականներից, ընկերներից, կամ ինքն է սկսում փնտրել ինֆորմացիա հասանելի հանրամատչելի ինտերնետ կայքերից, որտեղ իհարկե ներկայացված ինֆորմացիան մեղմ ասած զուրկ է գիտական հիմքից։ Փորձեցի առանձնացնել 10 տարածված միֆ քաղցկեղի վերաբերյալ, որի հետ հաճախ առնչվում է բժիշկ ուռուցքաբանը իր պրակտիկայի ընթացքում։ Առաջին միֆը այն է, որ քաղցկեղը մի ժառանգական է, եւ քաղցկեղ ունեցող անձը փոխանցում է այն իր սերունդներին, երեխաներին, թոռներին եւ այլն։ Ունեի պացիենտ, ում մոտ ախտորոշվել էր կրծքագեղձի քաղցկեղ, իսկ ես միշտ հարցնում եմ, արդյոք պացիենտ ունի երեխաներ, աղջիկ երեխա, ու եթե այո, ապա ես միշտ որպես խորհրդատվություն նշում եմ, որ գալու է մի տարիք, որ ցանկալի կլինի, որ այդ տարիքում արդեն իր դուստրը եւս սկսի հետազոտվել, անցնի կանխարգելիչ զննություններ, որովհետեւ տվյալ պարագայում մի փոքր բարձր է ռիսկը, որ երեխայի մոտ եւս կարող է հայտնաբերվի քաղցկեղ, եւ կինը սկսեց արտասվել, մտածելով, որ ինքը պատճառ է հանդիսանում, որ ապագայում երեխայի մոտ ի հայտ կգա քաղցկեղ։ Սա շատ թյուր կարծիք է, որը որ բավականին տարածված է հասարակության մեջ։ Ժառանգականությունը բավարար չէ, որ անձի մոտ զարգանա քաղցկեղ, եւ բացի որ գենային մուտացիաներից անհրաժեշտ է նաեւ այլ պատճառներ, քանի որ քաղցկեղը ինքը բազմաբաղադրիչ հիվանդություն է եւ իր ծագման համար անհրաժեշտ են շատ ու շատ ռիսկի ֆակտորներ։ Իհարկե կան որոշ հազվադեպ հանդիպող քաղցկեղային հիվանդություններ, որոնք պայմանավորված են կոնկրետ գենի մուտացիայով, բայց դրանք շատ հազվադեպ են հանդիպում։ Եվ դա եւս դեռ փաստ չէ, որ սերնդի մոտ եւս կդիտվի հաստատ կդիտվի քաղցկեղային հիվանդություն։ Պետք է հասկանալ, որ ինչպես նշեցի, քաղցկեղը բազմաբաղադրիչ գործոն է, դրա մեջ դեր ունի եւ միջավայրը, եւ ժառանգականությունը, եւ աշխատանքային պայմանները, եւ սովորությունները տվյալ անձի, եւ ընտանիքում քաղցկեղի առկայությունը դեռևս բավարար պայման չէ, որ հետագա սերունդների մոտ անպայման կդիտվի այս հիվանդությունը։ Երկրորդ միֆը այն է, որ շատերը կարծում են, որ քաղցկեղ առաջանում է ստրեսից։ Ունեի պացիենտ, ով նշեց, որ ծանր է տարել հայրիկի կորուստը, եւ այս հիվանդությունն էլ անմիջապես զարգացել է հայրիկի կորստից հետո։ Դեռևս 20-րդ դարի կեսերից մի շարք հետազոտություններ, մեծամասշտաբ կոհորտային հետազոտություններ արվեցին, փորձելու ապացուցել, հաստատել կամ շղթել ստրեսի եւ քաղցկեղի առաջացման միջև կապը, որտեղ ընդգրկված էին մի քանի հազար բուժառուներ քաղցկեղով հիվանդ, սակայն այդպես էլ ոչ մի հավաստի տվյալ չհայտնաբերվեց եւ չապացուցվեց, որ քրոնիկ ստրեսը կարող է առաջացնել քաղցկեղային հիվանդություն։ Քրոնիկ ստրեսը կարող է դժվարացնել հիվանդության բուժումը, քանի որ կարող է առաջացնել իմունիտետի ընկճում, ախորժակի անկում, դեպրեսիա, բայց ինքնին ստրեսը չի կարող առաջացնել որևէ գենային մուտացիա, որն էլ կբերի քաղցկեղի առաջացման։ Հետևաբար ինքը ստրեսը որևէ ազդեցություն չունի քաղցկեղի առաջացման մեջ, այսօր կան շատ ու շատ աշխատանքներ, որոնք կապված են ստրեսի հետ, այդ թվում բժշկությունը, այդ թվում ուռուցքաբանությունը, բավականին ստրեսացին ոլորտներ են, սակայն օրինակ բժիշկների կամ ուռուցքաբանների մոտ չկա հավաստի տվյալներ, որ նրանց մոտ քաղցկեղի առաջացման հավանականությունը շատ ավելի մեծ է, քան պոպուլյացիայում։ Մյուս միֆը տարածված այն է, որ քաղցկեղ առաջանում է միայն վատ սովորություններից, ցավոք դա այդպես չէ, եւ չծխելը կամ ալկոհոլի օգտագործելը դա դեռ բավարար երաշխիք չէ, որ տվյալ անձի մոտ կյանքի ընթացքում չի զարգանա քաղցկեղ, սակայն շտապում եմ տխեցնել այն հեռուստադիտողներին, որոնք հիմա կմտածեն, որ եթե դա բավարար երաշխիք չէ, ապա ինչի մեզ զրկել կյանքի հաճույքներից։ Փորձերը ցույց են տալիս, որ այն անձանց մոտ, ովքեր ավելի շատ են օգտագործում ծխախոտ կամ ալկոհոլ, իրանց մոտ ռիսկը մի փոքր ավելի բարձր է, ի տարբերություն այլ անձանց, ովքեր չեն օգտագործում ծխախոտ կամ ալկոհոլ, բայց սա դեռ բավարար պայման չէ, որ հաստատ կզարգանա քաղցկեղ այդ անձանց մոտ։ Կլինեն հեռուստադիտողներ, որոնք կասեն հիմա մենք ճանաչում ենք օրինակ մարդկանց, ովքեր ամբողջ կյանքում եւ ծխել են եւ ալկոհոլ են օգտագործել, բայց իրենց մոտ տենց էլ քաղցկեղ չի առաջացել։ Այո, ինչպես ես նախորդիվ նշեցի, քաղցկեղի առաջացումը դա բազմաբաղադրիչ գործընթաց է,
եւ միայն որոշ ռիսկի ֆակտորների առկայությունը դա դեռ բավարար չէ, սակայն եթե անձը օրինակ չարաշահում է ալկոհոլ, ծխախոտ, անառողջ սնունդ, քիչ է օգտագործում միրգ բանջարեղեն, շատ է օգտագործում տապակած, սպիտակուցային սնունդ, օրինակ միս կամ հագեցած ճարպաթթուներ, ունի ընտանիքում ժառանգական նախատեամադրվածություն քաղցկեղի նկատմամբ, աշխատում է մի միջավայրում, որտեղ աշխատանքային պայմանները կամ համաճարակաբանությունը այդքան լավ վիճակում չեն, ապա այդ մարդու մոտ կյանքի ընթացքում իհարկե ռիսկը մեծ է, որ կզարգանա քաղցկեղի այս կամ այն տեսակ։ Մյուս միֆը կապված է քաղցրավենիքի հետ։ Դա շատ տարածված միֆ է մեր հասարակության մեջ, որ եթե բուժառուի մոտ ախտորոշվել է քաղցկեղ, ապա նա պետք է սահմանափակի քաղցրի օգտագործումը։ Ես ունեի բուժառու, ով խորհրդատվության վերջում ասաց, որ ինքը միշտ քաղցրասեր է եղել, միշտ օգտագործել է քաղցրավենիք, բայց հիմա կինը արգելել է դիագնոզը հաստատելուց հետո եւ արդյոք նա հիմա կարող է օգտագործել օրինակ առավոտյան սուրճի հետ մեկ շոկոլադե կոնֆետ։ Ոչ մի հավաստի ապացույց չկա, որ շաքարի օգտագործումը, չափից ավելի օգտագործում բերում է ուռուցքային process-ի արագացման կամ տարածման օրգանիզմով մեկ։ Մարդիկ գիտեն իհարկե եւ դա ինչ որ առումով ճիշտ է, որ ուռուցքային բջիջները ակտիվորեն օգտագործում են գլյուկոզը, բայց խնդիրն այն է, որ գլյուկոզը օգտագործում են նաեւ մեր օրգանիզմի սովորական առողջ բջիջները եւս եւ գլյուկոզան նրանց համար էներգիայի հիմնական աղբյուրն է։ Եթե դուք սահմանափակում եք շաքարի ընդունումը արտաքինից, օրգանիզմը այսպես թե այնպես սկսելու է այդ ներքին ռեսուրսների հաշվին սինթեզել գլյուկոզան, սակայն այս դեպքում եւս ուռուցքային բջիջները, քանի որ իրանք ավելի ագրեսիվ բջիջներ են, իրանց մոտավորում ավելի արտահայտված է, սկսելու են գողանալ այդ գլյուկոզան ձեր սեփական առողջ բջիջներից եւ ելի ձեր բջիջների մոտ առողջ առաջանալը գլյուկոզային սով, այսպես ասած։ Հետեւաբար արհեստացին կերպով պետք չէ սահմանափակել քաղցրի օգտագործումը, եթե դուք սիրում եք քաղցր, սակայն պետք է այն իհարկե չափի մեջ օգտագործել, որովհետեւ կան իրավիճակներ, որոնք առաջանում են քաղցրի գերօգտագործումից, օրինակ նման մարդկանց մոտ կարող է զարգանալ ճարպակալում կամ մետաբոլիկ համախտանիշ, որը ռիսկի ֆակտոր է որոշ տեսակի ուռուցքների համար։ Հետևաբար հետևեք ձեր սնունդին, չափի մեջ կարող եք օգտագործել քաղցրավենիք, բայց այն պետք չէ չարաշահել։ Մյուս միֆը կապված է բիոպսիայի հետ։ Շատերը կարծում են, որ բիոպսիան, երբ մենք կտոր ենք վերցնում, այսպես ասած, ուռուցքից եւ այն ուղարկում ենք լաբորատորիա հետազոտման, ինքը վտանգավոր միջամտություն է եւ բերում է ուռուցքի տարածմանը, մետաստազավորմանը։ Ունեի պացիենտ, ում առաջարկեցի կատարել բիոպսիա միջաբուժումը, սկսվել է, դա նորմալ պրակտիկա է, այսօրվա քաղցկեղի բուժումը սկսվում է այն հաստատելուց հետո, իսկ հաստատվում է հիմնական հյուսվածաբանական վերիֆիկացիայից հետո, երբ որ մենք կտորը վերցնում ենք, ուղարկում ենք լաբորատորիա։ Սակայն տղան մերժեց այդ առաջարկը, պատճառաբանելով, որ բիոպսիան ինքը կբերի ուռուցքի մետաստազավորմանը։ Բիոպսիան ինքը հիմնականում անվտանգ միջամտության եղանակ է, եթե այն կատարում է փորձառու բժիշկ ուռուցքաբանը, ու դա շատ կարևոր հետազոտություն է եւ միջամտություն, ինչպես արդեն նշեցի, որովհետեւ մենք նախ հաստատում ենք ուռուցքի չարորակ ուռուցքի առկայությունը, բացի դրանից ուսումնասիրելով ուռուցքի անտիգենային կազմը, մենք կարող ենք ընտրել համապատասխան դեղորայք, որը բավականին արդյունավետ կազդի տվյալ ուռուցքի վրա։ Հետևաբար բիոպսիայից պետք չի վախենալ, պետք չի հրաժարվել, եթե դուք դիմել եք որակյալ բժիշկ ուռուցքաբանի, կատարված բիոպսիան ձեզ ձեր օրգանիզմին ոչ մի վտանգ եւ վնաս չի հասցնի։ Մյուս միֆը կապված է քիմիոթերապիայի հետ։ Շատերը կարծում են, որ քիմիոթերապիան նշանակվում է միայն տերմինալ շրջաններում, 4-րդ փուլում, կամ շատերը կարծում են, որ դա անիմաստ բուժման եղանակ է, բերում է միայն օրգանիզմի թունավորմանը։ Քիմիոթերապիան ինքը քաղցկեղի բուժման 3 հիմնական եղանակներից մեկն է, վիրաբուժության եւ ճառագայթային թերապիայի հետ մեկտեղ, եւ այս կամ այն ձևով կիրառվում է գրեթե բոլոր ուռուցքային պաթոլոգիաների դեպքում, տարբեր փուլերում, կարող ունենա եւ արմատական բուժման դեր, այսինքն երբ որ մենք բուժում ենք պացիենտին առողջացնելու հույսերով եւ ամոքիչ, պալիատիվ, կյանքի որակը լավացնելու, կյանքի տևողությունը երկարացնելու համար կարող են կիրառվել։ Բացի դրանից, այսօրվա դրությամբ ավելի ճիշտ է խոսել դեղորայքային բուժման մասին, որովհետեւ այն ընդգրկում է ոչ միայն քիմիոթերապիան, այլև այսօր հասանելի են նաեւ ավելի թիրախային բուժման եղանակներ, իմունոթերապիան, հակահորմոնալ բուժումը, թիրախային թերապիան,
որոնց բարդությունները շատ ավելի քիչ են եւ շատ ավելի քիչ նկատելի են պացիենտի կողմից։ Բուժառումները, երբ որ լսում են քիմիոթերապիայի մասին, միանգամից պատկերացնում են բարդությունները արտահայտված, մազաթափություն, սրտխառնոց, փսխում, բայց բանն այն է, որ ոչ բոլոր դեղորայքներն են առաջացնում այդ բարդությունները։ Եվ որպես կանոն այդ բարդությունները դարձելի են, հնարավոր է նրանք կոմպենսացնել ու եթե դուք ձեր բուժումը քննարկեք ձեր քիմիոթերապևտի հետ, ինքը ձեզ մանրամասն կներկայացնի եւ բարդությունները եւ այն միջոցները, որոնք կկախարկել են կամ կբուժեն այդ բարդությունները։ Հաջորդ միֆը կապված է ճառագայթային թերապիայի հետ։ Շատերը կարծում են, որ եթե պացիենտը ստանում է ճառագայթային թերապիա, նա դառնում է վտանգավոր միջավայրի համար, նա չպետք է գտնվի մարդկանց միջավայրում, որովհետև հանդիսանում է ճառագայթման աղբյուր։ Կա ճառագայթային թերապիայի տեսակ, երբ որ պացիենտը օրինակ վահանաձև գեղձի քաղցկեղի դեպքում կիրառվում է ռադիոակտիվ յոդաթերապիան, երբ որ պացիենտը խմում է դեղահաբ ռադիոակտիվ յոդով եւ նա այդ ժամանակ հանդիսանում է ճառագայթման աղբյուր, բայց այս դեպքում նա մեկուսացվում է մի քանի օր, գտնվում է առանձին հիվանդասենյակում, գտնվում է միայնակ, նույնիսկ առանձին է նրա գոյողին, սանհանգույցը եւ նույնիսկ երբ որ բուժքույրը մտնում է հիվանդասենյակ որևէ միջամտություն կատարելու, նա մտնում է հատուկ հանդերձանքով։ Բացի դրանից բարբերաբար կատարվում են չափումներ, ֆոնն է ճառագայթային չափվում բժշկական ֆիզիկոսի կողմից, երբ որ ֆոնը հավասարվում է մեր նորմալ ֆոնին, պացիենտը դուրս է գրում եւ որևէ վտանգ չի ներկայացնում միջավայրի համար։ Բայց հիմնականում ավելի հաճախ կիրառվում է հեռահար ճառագայթային թերապիան, երբ որ բուժառուն ամեն օր, ենթադրենք շաբաթը 5 օր, ստանում է ճառագայթային թերապիա, նա պառկում է սեղանի վրա, ճառագայթվում է նրա կոնկրետ որոշակի հատված եւ ճառագայթման աղբյուրը գտնվում է նրա մարմնից դուրս։ Դրանք որպես կանոն արագացուցիչներ են, որոնք գեներացնում են ճառագայթային փունջ։ Այս պարագայում պացիենտը վտանգ չի ներկայացնում միջավայրի համար, նա ստանում է ճառագայթային թերապիան, գնում է տուն, հանգիստ կարող է շփվել իր հարազատների հետ, ապրել իր կյանքով եւ կենցաղով, ու կար տենց պացիենտ, ով հարցրեց, որ ապրում է ընտանիքում, որտեղ կան երեխաներ եւ հարսը օրինակ խնդրել է հետաքրքրվել արդյոք նա վտանգ չի ներկայացնում թոռների համար ու կարող է նա շփվել երեխաների հետ, բնականաբար այս դեպքում նա ոչ մի վտանգ չի ներկայացնում եւ հանգիստ կարող է ապրել ընտանիքում։ Պետք է հասկանալ, որ եթե պացիենտին պետք է մեկուսացնել, ապա անմիջապես միանգամից խորհրդատվության ժամանակ բժիշկ-կուրծքաբանը դա ներկայացնում է պայմանները, եթե պացիենտը չի մեկուսացում, ուրեմն նա ոչ մի վտանգ չի ներկայացնում միջավայրի համար։ Մյուս միֆը կապված է այսպես կոչված հրաշագործ ճակերտավոր իհարկե պրեպարատների հետ, օրինակ սոդայաբուժությունը, որը որ բավականին տարածված է նաև մեր հասարակությունում, շատերը նախընտրում են սոդայով բուժել ուռուցքը, քան թե դիմել ուռուցքաբանին, եւ ունեի մի պացիենտ, ամուսնական զույգ էր, ով դիմել էր խորհրդատվության եւ կնոջ մոտ ախտորոշված էր եղել կրծքագեղձի քաղցկեղ մոտ 1.5 տարի առաջ։ Սակայն զննելով բժշկական փաստաթղթերը նկատեցի, որ այս ընթացքում ինքը ոչ մի բուժում չէր ստացել եւ իմ հարցին թե ինչի՞ չեք ստացել ձեր բուժումը, այս 1.5 տարի անցել է։ Նրանք մի պահ լռեցին, հետո կինն ասաց, որ որոշել էին, սկզբից չհավատացին, որ քաղցկեղի ախտորոշվել իրենց մոտ, հետո որոշեցին, որ ավելի լավ կլինի չթունավորել օրգանիզմը քիմիոթերապիայով եւ ընդունել սոդա, որտեվ բարեկամները, հարևանները խորհուրդ էին տվել սոդայաբուժություն։ Լավագույն դեպքում դուք կորցնեք ժամանակ եւ բնականաբար սոդան ոչ մի օգուտ չի տա ուռուցքի դեմ ձեր պայքարին, չկա ոչ մի ապացույց, չկա ոչ մի գիտական հոդված, որ սոդան բուժում է քաղցկեղը։ Եվ խնդիրն այն էր, որ ի սկզբանե որ ախտորոշվել է դիագնոզը, կինը ոչ մետաստատիկ էր եւ ուներ շատ լավ շանսեր առողջանալու, բայց այս ընթացքում արդեն հիվանդությունը պրոգրեսիվել էր եւ վերջին հետազոտությունների ընթացքում պարզվել էր, որ առկա են նաեւ հեռակա մետաստազներ։ Այս դեպքում իհարկե առողջացման մասին խոսք գնալ չէր կարող, իսկ եթե ժամանակին նրանք դիմեին, բավականին մեծ շանսեր կար, որ կինը կփրկվեր ու կառողջանար։ Այս կոնտեքստում ուզում եմ խոսել եւս մի պրեպարատի մասին, որը եւս շատ տարածված է մեր հասարակության մեջ, դա այսպես կոչված ASD2 կոչվող պրեպարատն է, անտիսեպտիկ սիմուլյատոր DORG-ը, ռուսերեն հապավում է, որը սինթեզվել է 20-րդ դարի 40-ական թվականներին եւ դա անասնաբուժական պրեպարատ էր, օգտագործվում էր կենդանիների իմունիտետը բարձրացնելու եւ վերքերը լավացնելու համար։ Սակայն հետո ոչ պաշտոնական ինչ-որ աղբյուրներում հայտնվեց, որ այն կարող է բուժել նաեւ քաղցկեղը եւ շատ բուժառուներ հիմնականում պոստսովետական շրջանում, նաեւ մեր մոտ
նախընտրում են օգտագործել ASD2-ը, քան օրինակ դիմել ապացուցողական բժշկությանը։ Խնդիրն այն է, որ այս պրեպարատը բավականին նեֆրո եւ հեպատոտոքսիկ պրեպարատ է, այսինքն բավականին ծանր ազդեցություններ կարող է ունենալ լյարդի եւ երիկամների վրա, եւ ելի լավագույն դեպքում դուք ժամանակը կորցնեք, որովհետեւ ոչ մի հարգի գիտական ամսագրում կամ հարթակում, PubMed-ում կամ Scopus-ում դուք չեք գտնի ոչ մի հոդված, որը որ կապացուցի, որ այս պրեպարատը կարող է բուժել քաղցկեղը։ Մյուս միֆը կապված է տրամադրության հետ, տրամադրության եւ տրամադրվածության հետ։ Շատերը կարծում են, որ բարձր տրամադրությունն ու բարձր տրամադրվածությունը բավարար է բուժել քաղցկեղը եւ կար ընտանիք, որ խորհրդատվությունից առաջ խնդրեցին չասել ախտորոշումը հարազատին, որտեվ դա կհաստատեցնի պացիենտին, նրանք թաքցրել էին դիագնոզը, ասել էին, որ բարորակ խնդրի հետ գործ ունենք, պացիենտը լավ տրամադրված էր բուժմանը, նրանք ասում են, որ դուք մի ասեք դիագնոզը, պացիենտը լավ տրամադրված է, մենք կհաղթարենք այն։ Իհարկե, բարձր տրամադրությունն ու տրամադրվածությունը շատ կարևոր ֆակտորներ են, դա շատ է օգնում մեզ մեր բուժման մեջ, սակայն պետք է հասկանալ, որ այն բավարար որոշիչ ֆակտոր չէ։ Ինչքան էլ կոպիտ կհնչի, բայց մարդու սպիտակուցային մարդու օրգանիզմը ինքը քիմիական տարրերի հավաքակազմ է, ուռուցքը եւս քիմիական տարրերի հավաքակազմ է, եւ այդ մարդ օրգանիզմ ուռուցք հակամարտության մեջ որոշիչ ֆակտորներ են համարվում օրգանիզմի ներքին ռեսուրսները կամ այն արտաքին գործոնները, որոնք օրինակ հմուտ բժիշկ ուռուցքաբանի կողմից կօգնեն հաղթահարել քաղցկեղը։ Հետևաբար լավ տրամադրության եւ տրամադրվածության հետ մեկտեղ դուք պետք է կատարեք ճիշտ ընտրություն եւ ընտրեք ճիշտ մասնագետի, որպեսզի ձեր արդյունքները ավելի լավը լինեն։ Մյուս միֆը, պեսիմիստական միֆը այն է, որ քաղցկեղը դատավճիռ է եւ կան բուժառուներ, ովքեր մտածում են, որ եթե դրվել է այս դիագնոզը, այլևս փրկություն չկա, բուժման հնարավորություն չկա։ Ունեի բուժառու, ով ասաց, որ ես գիտեմ, որ իմ մոտ քաղցկեղ է եւ ես գիտեմ, որ չեմ կարող բուժվել եւ դիմել եմ ձեզ միայն իմ հարազատների խնդրանքով։ Պետք է ժամանակից շուտ հուսալքվել, որովհետեւ այսօր կան քաղցկեղի տեսակներ, որոնք լիարժեք բուժվում են։ Եթե համեմատենք մեր տվյալները հիմա ու օրինակ 50 կամ 100 տարի առաջ, կան շատ ու շատ քաղցկեղի տեսակներ, որոնց դեպքում համապատասխան դեղորայքի կամ բուժական տակտիկաների միջոցով մենք կարող ենք հասնել երկարատև ռեմիսիաների, ախտադադարների եւ հիվանդը այստեղ քաղցկեղը կընկալի որպես ուղղակի քրոնիկ հիվանդություն, օրինակ շաքարային դիաբետ կամ զակերակային հիպերտենզիան, ինքը երկար ժամանակ կարող ապրի այս հիվանդությունը պահպանելով նորմալ կյանքի որակ։ Եվ ուրախալին այն է, որ գիտությունը, բժշկությունը, ուռուցքաբանությունը զարգանում է օրորի 7 մղոնանի քայլերով առաջ են ընթանում եւ եթե մտովի պատկերացնենք թե ինչ կլինի օրինակ 50 կամ 100 տարի հետո հաշվի առնելով ներկայիս զարգացման տեմպերը, ապա միանշանակ 50 կամ 100 տարի հետո ցուցանիշները շատ ավելի լավը կլինեն ու մենք ըստաբար կարող եմ ասել, որ շատ ավելի երկարատև ռեմիսիաներ կարող ենք հասնել կամ բավականին լավ բուժենք շատ ու շատ քաղցկեղի տեսակներ։ Հետևաբար ժամանակից շուտ պետք չէ հուսալքվել, պետք չէ խճճվել տարբեր խորհուրդներից, որովհետև երբ որ ձեր մոտ ախտորոշվի քաղցկեղ կամ ձեր հարազատի մոտ տարբեր կողմերից հնչելու են տարբեր խորհուրդներ, մեծամասամբ այդ խորհուրդները զուրկ են լինելու որևէ գիտական հիմքից։ Կարևոր է, որ դուք ժամանակ չկորցնեք։ Հաջողության եւ արդյունքի հիմնական գրավականը դա ժամանակն է։ Պետք է ժամանակ չկորցնեք, վստահեք ապացուցողական բժշկության եւ դիմեք այն բժիշկներին, որոնք դավանում են ապացուցողական բժշկության կոնցեպտը։